Փետրվարի 19-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստի ընթացքում քննվում էր պայքարի անդամների նկատմամբ կիրառված խափանման միջոցների հարցը։ Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացնել ևս 3 ամսով։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը իր ելույթում շեշտեց, որ հետապնդումը իր գնահատմամբ ապօրինի է, հիմնված է կեղծ ապացույցների վրա եւ չի ենթադրում քրեադատավարական նպատակ։ Նա նաև նշեց, որ գործը դիտարկվում է հակաեկեղեցական արշավի համատեքստում, հայ առաքելական եկեղեցու ներսում կշիռ ունեցող հոգևորականների մեկուսացմամբ, ինչը նրա խոսքով հեշտացնում է եկեղեցու դեմ իրականացվող արշավը։ Դուք ունեք հնարավորություն դատավարության այս փուլում որոշակի սահմանափակ հնարավորություն, կատարել գործողություններ ձեր լիազորություններից ելնող, որով մասնակի որոշ չափով կարող եք մեղմել բոլոր ապօրինությունները, որոնք սկիզբ են առել նախ 2025 թվականի մարտի 18-ին քրեական վարույթի նախաձեռնումով, ապա եւ հունիսի 25-ին անձանց ձերբակալություններով, այնուհետև մեղադրանքների առաջադրումով։ Դա բավականին դժվար որոշում է հաշվի առնելով մեր իրողությունները այսօրվա, բայց դա միակ ճիշտ որոշումն է։ Ցանկացած այդ տեսակի որոշում շարունակում է եւ ապօրինաբար խախտել իմ վստահորդի իրավունքները եւ շարունակում է բաց թողնել այն դաշտը, որի պայմաններում իրավապահ եւ դատական համակարգը պատրաստ է իրավաբանության ցանկացած աղճատման ոտնահարման, եթե դա պահանջում է քաղաքական շահը։ Մկրտիչ Սրբազան, Արշակ Սրբազան, Բագրատ Սրբազան։ 3 սրբազաններ, պատվարժան դատարան, որոնց կալանքի որոշումները դուք եք կայացրել։ 3 սրբազանների։ Այլ դատավորներ եւս կայացրել են։ Բայց դուք այդ որոշումները կայացրել եք, բայց մեկ այլ որոշում չեք կայացրել։ Դուք սրբազանների կալանքը վերացնելու որոշում չեք կայացրել։ Ես իդեպ վստահ եմ, որ դուք պատվարժան դատարան հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եք։ Ես այդ հարցը ձեզ չեմ տվել, բայց ես դրա համոզմունք ունեմ։ Ես ունեմ համոզմունք, որ դուք ունեք ներքին տառապանք։ Ես ունեմ համոզմունք, որ դատակազմերը ևս ունեն ներքին տառապանք։ Ես դրան եթե չհավատամ, ես ինքս իմ արժեհամակարգի, իմ հասարակության նկատմամբ պատկերացումների հետ հակասության մեջ կմտնեմ։ Տառապանքը մարդու համար է, այո։ Իդեպ տառապանքի մեջ գտնվող մարդիկ ունենում են ցանկություն հանդիպելու սրբազանի եւ դիմելու սրբազանին Աստված օգնական։ Իդեպ այդ բառերը ասելով մարդիկ որոշակի հոգևոր սնունդ են ստանում։ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իր համար անընդունելի են եւ գրավը, եւ տնային կալանքը, եւ երկրից բացակայելու արգելքը, դա համարելով ամենավիրավորական միջոցը։ Նախ շնորհակալ եմ մեր պաշտպաններին, բայց ձեր շունչը ափսոս է, որ դուք այսքան երկար խոսում եք, ներդնում եք, դրա կարիքը կարծում եմ չկա։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ չկա, ես էլ գիտեմ, որ չկա։ Երկրորդ ասեմ, որ ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, որովհետև ոչ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ոչ էլ իմ ազատությունը։ Կարծում ունի, թե կալանավայրին լուսամուտի որ կողմից եք նայում, ով է ավելի կալանավորված եւ ով է գտնվում ազատության մեջ։ Ես որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե դուք որ ստիպված կալանավորված եք, ով է ավելի կալանավորված եւ ով ունի ազատություն տա։ Հետևաբար ես կխնդրեմ ասելու, որ ազատությունից զրկված մարդ չկա այստեղ։ Այս 18-ի մեջ էլ չկա, ես էլ ամենավերջինը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց բավարարել միջնորդությունը եւ Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգեց եւս 2 ամսով։ Նկատմամբ կիրառված կալանքով կալանքի ժամկետը որոշումը կտրամադրվեց կուղարկվեց յուրաքանչյուրին։ Այնուհետև դատարանը քննեց Իգոր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց պահպանել կիրառված խափանման միջոցները եւ տնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս 3 ամսով։ Այսօր այս ամբողջը այս թելի պես գալիս է։ Արցախը ժողովրդին ցեղասպանեցին, տեղահանեցին, հաջորդ փուլը հավատքը ոչնչացնելն է, եկեղեցու դեմ գնալ։ Հիմա այդ process-ն է գնում ոչ միայն Արցախում, այլ եկել է արդեն Հայաստանում։ Հակառակ պաշտպանական կողմի պնդումներին դատարանի որոշմամբ Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառված գրավը եւ երկրից բացակայելու արգելքը մնաց անփոփոխ, իսկ տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս 3 ամսով։ Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 23-ին ժամը 14-ին։